կլինեն նոր զարգացումներ, որոնք ել ավելի կխորացնեն այս հարաբերությունները եւ թույլ կտան նոր ոլորտներ անգամ բացահայտել մեր համագործակցության։ Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը խոսեց խաղաղ միջուկային էներգիայի, անվտանգության ու մեջբերեմ կրիտիկական հանքանյութերի ոլորտներում հնարավոր համագործակցության մասին։ Խոսքը ոչ միայն պղնձի մասին է, եւ Հայաստանի պարագայում մենք դեռևս որոշակի ուսումնասիրություններ պետք է անենք հասկանալու համար, թե այս հանքանյութերից որոնք կան մեր ընդերքում, եւ մենք հույս ունենք, որ մեր Միացյալ Նահանգների գործընկերները թե իրենց տեղեկատվական շտեմարաններով, որոնք ունեն ձեռքի տակ, թե հավելյալ ուսումնասիրությունների միջոցով մեզ կօգնեն, որպեսզի մենք բացահայտենք այն կարողությունները, որոնք ունենք։ Ամերիկյան կողմը պատրաստվում է Հայաստանի ընդերքն ուսումնասիրել, արդյոք արդեն համաձայնություն կա։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը փակագծեր չի բացում։ Վահան Կոստանյանը սակայն մանրամասներ ներկայացրեց խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Երևանն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում են փոքր մոդուլային ատոմակայան կառուցել, որն էլ պետք է փոխարինի Մեծամորի ատոմակայանի էներգաբլոկին։ Առայժմ սակայն չեն հստակեցնում կոնկրետ որ պետության հետ են այս ծրագիրն իրականացնելու։ Նախ ատոմակայանի մասին որոշում կայացնելու համար պետք է ունենալ անհրաժեշտ պայմանագրային բազա։ Ես կոնգրեսը բան պետքա թույլ տան։ Կա մի համաձայնագիր, որը պայմանականորեն անվանվում է 1-2-3 համաձայնագիր, եւ այս ուղղությամբ Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը նախորդ տարվա ընթացքում բավականին ակտիվ բանակցություններ են վարել։ Հիմա հուսով ենք, որ այս բանակցությունները կհաջողվի առաջին փուլը առնվազն մեծ առաջընթաց ունենալ այցի ընթացքում կամ ամփոփել։ Ազատության տեղեկություններով Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը Երևան կժամանի այս երկուշաբթի։ Նա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Հայաստանում կլինի։ Հաջորդ օրն էլ Բաքու կմեկնի։ Անցած ամիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իր տեղակալի այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող թրիփն առաջ մղելն է։ Սպիտակ տան ղեկավարը նաև ազդարարել էր, որ մեջբերեմ Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր կկնքեն։ Համաձայնագրի բովանդակությունը մինչ այս պահը երկու երկրները չեն հայտնել։ Մեր համապատասխան գերատեսչությունները, այդ թվում նաև արտաքին գործերի նախարարությունը ապահովում են համապատասխան իրավապայմանագրային բազան, որ եթե եւ այն պահին, երբ կայացվի որոշում ամերիկյան տեխնոլոգիա ունենալու, ապա մենք ժամանակ չկորցնենք իրավական բազա ստեղծելու համար։ Նախագահ Թրամփը նաև ամերիկյան արտադրության կիսահաղորդիչների վերաբերյալ գործարքն է հաստատարարել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գերատեսչության տարեկան աշխատանքը ներկայացնելիս այսօր տեղեկացրել է, որ դրանց մի մասն արդեն Հայաստան է հասել։ Կիսահաղորդիչները Nvidia-ից մի փուլ ստացել ենք երկրորդի այդ համապատասխան ընկերություն երկրորդի OK ամբողջական ունի ամերիկյան վարչակազմի կողմից։ Քաղաքագետների կարծիքով այցի հիմնական նպատակը քաղաքական է, թրիփի իրագործումը։ Փորձագետների գնահատմամբ ուշադրության կենտրոնում է լինելու նաև օգտակար հանածոների ոլորտում համագործակցությունը։ Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով փոխնախագահ Վենսը Երևանում այնպիսի գործարքներ է առաջ մղելու, որոնք կթուլացնեն Հայաստանում ռուսական ու իրանական ազդեցությունը, մասնավորապես հենց օգտակար հանածոների շուրջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը շուրջ 50 ապրանքների խումբ գնահատել է որպես երկրի ազգային եւ տնտեսական անվտանգության համար կենսական։ Դրան շարքում են նաեւ 17 հազվագյուտ հողային տարրերը, որոնք օգտագործվում են ամեն ինչում՝ հողմային տուրբիններից մինչև սմարթֆոններ։ Հայաստանում որոշ հազվագյուտ հողային տարրեր կան, թե որքան արդյոք հնարավոր է արդյունահանել, պարզ չէ։ Գիտությունների ազգային ակադեմիայում արդեն մի քանի տարի հետազոտություններ են անցկացվում, որոնց արդյունքները պետք է ներկայացնեն հաջորդ տարի։ J.D. Vance-ի այցից անմիջապես առաջ Միացյալ Նահանգների նախագահը նոր հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր իրականացնող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելով։ Հարևան երկիրը Հայաստանի 4-րդ ամենամեծ առևտրային գործընկերն է։ Տնտեսագետների համոզմամբ Իրանի հետ առևտուրը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։ Արդյոք Երևանը Թեհրանի հետ
առևտրային կապերի կարևորությունը բացատրել ու ներկայացրել է Վաշինգտոնին։ Փոխնախագահի այցի ընթացքում պատրաստվում են նաև այս մասին խոսել։ Այս հարցերին կառավարությունը մինչ այս պահը չի անդրադարձել։ Արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր Իրանի հետ մեջբերեմ հրաշալի հարաբերությունների մասին էր խոսում։ Երևանը հայտարարում է, հարևան երկրի հետ հարաբերությունները դրական զարգանում են եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացումը Թեհրանին չպետք է անհանգստացնի։ Եվ Իրանի հետ ունենք հրաշալի հարաբերություններ